Արցախի կորստից հետո հանձնումից հետո երբ պաշտպանության նախկին նախարար գեներալ մայոր Աշոտ Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ ստեղծում է համահայկական ճակատ շարժումը եւ նա իր խոսքում այսպես նշեց, որ ստիպված է քաղաքականությամբ այսպես զբաղվելու, որովհետեւ Արցախի կորուստը, գիտեք, նույն գեներալ Կարապետյանը ինչպիսի ծառայություն իրականացրել երիտասարդ տարիներին Արցախում, այսպես ինչ գործունեություն են նրանք իրականացնել եւ այդ մարդիկ հասկանալով, որ ուղղակի որ պատմական հայրենիքը այս մարդը ուղղակի զիջում է, հանձնում է իր այդ ոչ մի բան չարժող աթոռի համար, որոշեց այսպես քաղաքական հայտ ներկայացրեց եւ շատ կարճ ժամանակահատվածում դուք տեսաք ինչպիսի այսպես աժիոտաժ առաջացավ, շատ մարդիկ այսպես առանձին քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ միացան գեներալ Կարապետյանի շարժմանը եւ բոլորովին վերջերս արդեն քաղաքական կուսակցություններ են միանում գեներալին եւ նաեւ ներքաղաքական այս դաշտը այսպես ուսումնասիրելով գործող իշխանությունը հասկանում է, որ արտախորհրդական դաշտում լուրջ process-ներ են տեղի ունենում եւ այն կոնյունկտուրան, որը որ ստեղծվել է Փաշինյան, Նիկոլ եւ նախկիններ եւ այսպես փող լրացնելով նրանք գնում են առաջ, այսպես նշեմ, կոտրվում է եւ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի հայ ժողովուրդը եւ մեր քաղաքական հասարակական շրջանակները միավորվեն գեներալի շուրջ եւ ես նորից եմ նշում, դուք պատկերացրեք, որ այսօր քաղաքական հայտ է ներկայացել մարդ, որի որ կենսագրությունը երբ ուսումնասիրում ես եւ այսպես համեմատում ես գործող իշխանության ռազմաքաղաքական ղեկավարության կենսագրության հետ, արդեն ամեն ինչ պարզ է։ Եվ այս պարագայում նա նորից եմ նշում, սա ուղղակի այսպես նախապատմությունը քաղաքական տեսանկյունից ես իր վախերը ներկայացրեցի եւ բնականաբար ինքը չէր կարող եւ իրեն խորհուրդ են տվել այդ ասուլիսում, որովհետեւ նա ինչպես նախկինում այսօր եւս այդպես մանիպուլատիվ ինչ որ հայտարարություններ անի, փորձի ինչ որ մեղավորներ գտնել, ինչ որ այսպես իր մեղքերը բարթել ուրիշների վրա եւ ցավոք սրտի իր համար ցավոք սրտի իշխանությունների համար հակառակ բանը ստացվեց, որովհետեւ տեսեք Նիկոլ Փաշինյանը այդպես հասկացավ, որ այն իրավիճակը, որ նա ստեղծել է մեկ դերասանի թատրոնը, որ նա տարիներ շարունակ այդպես դերասանությամբ, այդպես մանիպուլացիայով ղեկավարել է եւ մանիպուլացել է ժողովրդին, այսօր այդ թատրոնը կա, բայց հանդիսատեսը լքել է այդ թատրոնը